1000 դրամ, 300 դրամ թոշակտան ասեն վայ շլավա, տղուս կորցերի սերանին կտա։ Հա, բոզի տղա չոլախ։ Կամ եթե դու տենց ազգանավեր մարդ ես, դու ես հանդրուզում քեզ ազգային ժողովում, ինչ որ մի հատ խոզ բոզի տղա ծծցնի։ Ու սրանց ընկեր Բագրատը բերե դրելա կողը, մեկ առաջարկումա կոորդինացիոն շտաբ, գնացես գրիչը, այն մյուսն առաջարկումա բան։ Ռազմական դոկտրինա։ Ես հասկանում եմ դու հոգևորական ես, ընկեր Բագրատ։ Քաղաքականությունը, իրավաբանությունը, զինվորականությունը եւ դրանք պիտի նեղ մասնագիտական կրթություն են պահանջում։ Գոնե եթե նեղ մասնագիտական կրթություն չունի տվյալ անձը, տարիների աշխատանքային փորձ է պահանջում այդ բնակավարում, որ հասկանաս ով է բոզի տղա, ով է աղբի տղա։ Ուրեմն հիմա լսի Բագրատ Սրբազան։ Սա ընդունի որպես դոկ կուսակցության հայտարարություն եւ ընդունի որպես Վարդան Ղուկասյանի հայտարարություն։ Կատեգորիկ կերպով արգելում եմ ձեր շփումը Վիտալի Բալասանյանի եւ Սեյրան Մուշեղիչի հետ։ Արգելում եմ Խաչատուրովի հետ ձեր շփումը։ Արգելում եմ մնացած բոլոր այն Ղարաբաղյան կլանի զինվորականների հետ, որոնք որ 44 օրյա պատերազմի ժամանակ հանձնեցին Արցախը։ Արգելում եմ ձեր շփումը Ռոբերտ Քոչարյանի ճամբարի հետ եւ Սերժ Սարգսյանի ճամբարի հետ։ Արգելում եմ։ Այն որ հիմա երկիրը այս վիճակի մեջ է, այս Ռոբիկ Սերժիկ դրանց կողքը պատտվող Արբանյակ բոզի տղեկի պատճառով է։ Որ այսօր Նիկոլը Պինտ մնացել է, որոշակի բոզի տղեկ որ վեկալ դուգ Քոչարյանական նկարում դնում էր այդ նիկոլական բոզի տղեկը։ Ես հիմա ուզում եմ այդ նիկոլական բոզի տղեկին հարց տամ։ Դոգնա Քոչարյանական, թե Նիկոլնա Քոչարյանական։ Քոչարյանը ուր է հիմա։ Ազատության մեջ է։ Քոչարյանի թալանչիները ուր են։ Ազատության մեջ են։ Սերժ Սարգսյանը ուր է։ Ազատության մեջ է։ Մի վարքյան չի ձերբակալվե։ Դուք Նիկոլա Զոմբացին բոզի տղեք, հելակ մերժիկ Սերժին, հելակ մերժիկ Քոչարյանին։ Ուր է Քոչարյանը։ Պարլամենտամա։ Ուր է Սերժը։ Պարլամենտամա։ Հիմա Նիկոլնա ռոբասերժական բոզի տղա, թե Վարդան Ղուկասյաննա ռոբասերժական բոզի տղա որ գրում եք։ Ես ասում եմ Ռոբի տուններ ծծծնեմ, Սերժիներ ծծծնեմ, Նիկոլիներ ծծծնեմ, դի սաղ դատվեն։ Ու հենց թող Վարդան Ղուկասյանը թե ոտնի ու դրանք մնան ազատության մեջ։ Ուրեմն ես բոզի տղա եմ։ Տանով, տեղով սաղին փագել։ 6 տարի է, 6 տարի։ Ոչ մի բան, հոկտեմբերի 27-ն էլ, բանի վազին Քոչարյանը հոկտեմբերի 27 արել, հա արել է, խի ազատության մեջ։ Քոչարյանը մարտի 1 արել, հա արել է, խի ազատության մեջ։ Քոչարյանը թալանել է, այո, թալանել է ու թալանում է, խի ազատության մեջ, հարց։ Հարց։ Ոնց եղավ անմեղ մարդիկ բերթերում հիմա խոշտանգվում են։ Տիգրան Առաքելյան, Արման Մկրտումյան, Անդրանիկ այդ Արմանդը եւ խոշտանգ որ բան չեն արել։ Բայց ես մարդիկ որ երկրի մուրը ծսրին, թալանի մի հատ ոչ ազատության մեջ են, հələ պարլամենտում էլ նստած են։ Հարց։ Հերիք է լավ, ձեր անգրակի այդ պորրիկի ծնունդությունը, այ նիկոլական զավրնեց էր մորը ծածացնեմ ես։ Նստեք ու գրեք ես ռոբիկական ասեր, ամենամեծ ռոբիկական սերժական բոզի տղեն ձեր Նիկոլնա։ Կագեբենել է իանը, դատարանել է իանը, NVD-նել էլ։ Ուրա։ Ուրա։ Խեն ազատության մեջ, Արմեն Գևորգյանը Քոչարյանի գյորֆրենդը, սաղ հյուսային Պողոտանյանն խի ազատության մեջ։ Հերիք ավեկալ է գրեք, Ռոբիկ, Սերժ Ռոբիկ, արա ամենամեծ Սերժ Ռոբիկին պահողը ձեր Նիկոլն է։ Էդ իրեքըտ նույն պորրիկի ծնունդն եք։ Նույն։ Ու հիմա հերիք չի, էլի սրանք հիմա ելեկել են, այս տերտերի շուշ բոլորն են ֆրան, Վիտոն հելի ասում է կոորդինացիոն շտաբ պիտի ստեղծեն։ Բագրա դու չես ասում Վիտո քո մորը քունեմ, Ղարաբաղը հազիվ հիմա եկես տեղացում ես կոորդինացիոն շտաբ։ Դիպլոմատը ձերը դռնաս տուն արտուն ծախը մեր, սաղ հեկերը, զավոտները, խանութները, գործարանները
ֆաբրիկաները, հողերը, հանքերը, որոնք որ Ղարաբաղում եղել է, մի հատ հիդրոէլեկտրոկայան, սա Ղարաբաղը հիդրոէլեկտրոկայանն էր։ Մի հատ շուրուպ մեկի վրից չփոկվավ։ 44 օրյա պատերազմի ժամանակ մի հատ սնարյադ, մի հատիկ սնարյադ Բաքու Ջեյրան կամ որևիցե մի գազատարի նավթատար խողովակի վրա չընկավ։ Մեռա ես ասելով, դաժե հիշում եմ Զելենագրադսկի հիվանդանոցի հայաթից էի մտե եթեր։ Ասում էի խփեք, որևիցե մի գազատարի խփեք տրաքասրեք։ Պայթավ նույն րոպեին պատերազմը կայնմա։ Նույն րոպեին այն ժամանակ են պարվաբոզը սաղեր։ Անգլիայի թագուհին չորացած դլոն առնելույա դնի Ալիևի քիթուբեին ասի գազը սուրա բոզի տղա նավթը սուրա չխփին։ Որովհետև զինվորների կյանքի վրա ժաշտված ունեին, ավելավետ զինվորները զոհվեն, քան թե մի հատ Բաքու Ջեյրան կամ որևիցե մի նավթատար տրուբա պայթեր։ Բերում էին գրադի ավտոն, կայնացնում էին 20 կիլոմետր հեռու։ Վանգ, ոնց ուզում էի մի հատ սնայատը գնելով էր պայթեր, պրծավ։ Չարի։ Ոչ մի հատ գազատար ու նավթատար չպայթացրին։ Որտեղ եք տեսել, բան պատերազմա հետ, հակառակորդ երկիրը չի ուզում վնասի հակառակորդի համար առաջնային նշանակություն ունեցող նավթատար, գազատար խողովակներ, որ ամեն մի վարկյանը $։ Ոչ, ավելավա մեր զինվորները զոհվեն։ Հիմա այս նույնը, եկի ասում եմ, կոորդինացիոն շտաբ պիտի ստեղծենք։ Հիմա հարց, իշխանափոխությունը ասենք թե ստացավ Բագրատ, ասենք թե հել անկալինք, եկանք մտանք Նիկոլի տունը, ծծցրենք Նիկոլին։ 72 ժամ հետո, 96 ժամ հետո, բանը սկսվավ պատերազմը։ Ադրբեջանը հարձակվավ, ինչ ես անելու։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար ես, ինչ ես անելու։ Հա, Բագրատ։ Ու ով է քո պաշտպանության նախարարը, ով է քո MVD-ի մինիստրը, ով է քո KGB-ի մինիստրը, ով է քո գլխավոր դատախազը, ով է քո անվտանգության խորհրդի քարտուղարը, արտգործ նախարարը, առողջապահության նախարարը, էկոնոմիկայի նախարարը, կենտրոնական բանկ։ 9 կլուչևո, կաչի ասած կլուչևո պաշտոն, որը որ պիտի հիմա դու ունենաս ժողովուրդներ իմանա։ Հետո հիմա հարց, Վարդան Ղուկասյանը ատե կա։ Դու վարչապետի պաշտոնակատար ես, օքեյ, Վարդան Ղուկասյանը ատեղ կա։ Իհարկե չկա։ Իհարկե չկա։ Բա այդ պատերազմի խառը եղած ժամանակ դու կարողանալու ես ամբողջ ռազմական պոտենցիալը կենտրոնացնես ուղարկես նա ֆրոնտ, հա, Բագրատ։ Այսօրվա դրությամբ, եթե Ադրբեջանը ու Հայաստանը այս վիճակով հագնենի, Ադրբեջանը մեզի ծծծնմա։ Որովհետև հարաբերակցությունը 1-8-9, մեր մի զինվորը պիտի կրվի նրանց 8-9 զինվորի դեմ։ Եթե հայտարարվում է всеобщая մոբիլիզացիա ու մեծից փոքր ազատված, չազատված եւ այլն վեկալեմ գրգմես նա ֆրոնտ, հարաբերակցությունը դառնում է 1-3, 1-2։ Այս ժամանակ Ադրբեջանը արդեն պիտի կանգ առնի, որովհետև հնարավոր չի։ Դու ի վիճակի ես անցկացնելու նման զորահավաք, Բագրատ։ Հարց քեզ։ Հարց։ Դու ի վիճակի դու այտենց մարդ ունես, որ վեկալի հերախոսը Զանգյասի բոլոր բանկերի ակտիվները սառեցնել։ Դու տես մարդ ունես, որ վեկալի Զանգյասի բոլորի ինչքան օլիգարխ կա, ում հաշիվները սառեցել է դատախազությունը եւ այլն, պետականացնում ենք։ Գրգում ենք նա ֆրոնտ։ Ունես այտենց մարդ, այտենց թե, այտենց պլորով տղա կա։ Դու այտես պլորով տղա ունես, որը հրաման տա ինչքան կալանավոր ու դատապարտել կա Բերթերում նամանավանդ ցմա, սաղին հավքել ուղարկել նա ֆրոնտ։ Կա այտենց մարդ։ Այտենց MVD-ի մինիստր կամ բանը պաշտպանության նախարար ունես, որ կարա գարանտիա տա, որ դո եդինի ցանկացած դատապարտյալ ով Բերթից 3000-ից ավել դատապարտյալ կա։ Ինչի ես պիտի դնեմ դատապարտյալների